Բարև ձեզ սիրելիներ, ուրախ եմ, որ իրապես այս առիթն ունենք Տիրոջ առաջ գալու եւ իրեն փառավորելու այն ամեն ինչով, ինչ որ ունենք։ Տերը մեզ ձայն է տվել եւ դրանով պետք է Տիրոջը փառավորենք։ Տերը մեզ միտք է տվել, պետք է այդ մտքով տրամաբանենք, Աստծո խոսքը փորձենք կարդալ, հասկանալ, առողջություն ունենք, պետք է փորձենք այդ ամեն ինչը ներդնենք Տիրոջը փառք բերելուն, որտեղ մեր կյանքի նպատակը սա է, մեր ողջ կյանքի էությունը սա է, փառավորել Տիրոջը։ Տերը ոչ կարիք ունի մեր փառաբանությունների, ոչ կարիք ունի, չգիտեմ, մեր ընթերցանության կամ մի փոքր ավելի գնամ ուրիշ բաներ ասել, չգիտեմ, մոմ վառելուն կամ նույնիսկ հանգանակությանը։ Տերը ամեն բան ունի եւ ամեն բան իրեն է պատկանում։ Մենք այն ամեն ինչ որ տալիս ենք, ուղղակի գուցե վերադարձնում ենք այն, ինչ որ Աստծուց ենք ստացել։ Մենք կարիք ունենք Տիրոջը պաշտելու։ Մենք կարիք ունենք Տիրոջը երգելու։ Մենք կարիք ունենք Տիրոջը խոսքի։ Եվ մեր կյանքի նպատակը Տիրոջը փառավորելն է մեր ողջ կյանքի ընթացքում։ Այսօր պետք է շարունակենք Մատթեոսի ավետարանի մեր ընթերցանությունը եւ հասել ենք Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխին։ Ասեմ, որ բավականին հայտնի է այս գլուխը եւ շատերը ծանոթ են որպես լեռան քարոզ հասկացողությամբ եւ հետաքրքրականն այն է, որ ոչ բոլորն են եւ այդքան հայտնի լինելով բոլորն են ճիշտ մոտեցում ցուցաբերում կոնկրետ այս հատվածին։ Մինչ անցնելը զուտ հատվածին կարդալու, կուզենամ մի պա մտորենք, մտածենք, առհասարակ ում ենք մենք երանի տալի մեր կյանքի ընթացքում։ Ինչու որովհետև ամեն մեկս էլ գուցե օգտագործել ենք այս արտահայտությունը երանի այս մեկին, երանի են մեկին ու այդ երանի բառը կպցրել ենք ինչ որ բանի հետ կապված։ Չգիտեմ, գուցե ընտանիք ունի, մեր պատկերացմամբ իր ընտանիքը երանելի ընտանիք էր ու ասում ենք երանի այս երեխայի ծնողներին կամ այս երեխային։ Գուցե երանի ենք տվել ինչ-որ մեկին, որ տուն ունի ու տեսել ենք դուրը մեր եկել է ու ասում ենք երանի այս մեկին, որ ապրում է այս տան մեջ։ Ու նման շատ բաներ կա, որ մեր կյանքում փոքր ժամանակ ավելի շատ ես տալիս։ Հեծանիվ ունեցող ընկերոջդ, չգիտեմ, նոր պայուսակ, նոր հեռախոս ու այս հասկացողությամբ մենք մեծանում ենք։ Մեզ համար ավելի կարևոր է, որ մենք հարցնենք, թե Աստված ում է երանի տալիս։ Աստծո համար ովքեր են այդ երանելիները, որովհետև որպես Տիրոջ հետևորդներ, որպես Հիսուս Քրիստոսին հետևորդներ, մեզ համար կարևոր է, թե մենք իմանանք, թե Աստծո համար ով է այդ երանելի մեկը։ Եկեք բացենք Մատթեոսի 5-րդ գլուխ, միասին կընթերցենք 1-ից 12 համարները, բայց ժամանակից ելնելով այսօր չենք հասցնի ամբողջ հատվածը նայելու եւ առաջ Աստված մյուս կիրակի կշարունակենք այս թեման։ Բայց եկեք ընթերցենք սկզբից մինչև այդ 12 համարը։ Մատթեոս 5-րդ գլուխ ընթերցելու ենք 1-ից 12 համարները։ Մատթեոս 5, 1-ից 12։ Հիսուսը ժողովրդի բազմությունը տեսնելով բարձրացավ լեռը, երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան, եւ նա բերանը բացելով ուսուցանում էր նրանց ու ասում. Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, երանի սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն, երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը, երանի նրանց, ովքեր քաղցած են եւ ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան, երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն, երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն, երանի խաղաղներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն, երանի արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է, երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն, ուրախացեք ու ցնծացեք,
որովհետև երկնքում ձեր վարձքը շատ է, որտև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այս գեղեցիկ օրվա համար, եւ այո, գեղեցիկ է, որովհետև առիթ ունենք քո առաջ գալու, Տեր Աստված։ Գեղեցիկ է, որտեղ հնարավորություն ունենք եւս մեկ անգամ խոսքդ կարդալու, Տեր, եւ առնելու քո կամքը։ Գեղեցիկ է, որտեղ միաբանությամբ մեկտեղ հավաքվելու հնարավորություն ունենք, Տեր Աստված։ Գեղեցիկ է, որովհետև քեզանով կյանք ունենք, Տեր, եւ քո պարգևած ամեն վարքյանը փառք ենք տալիս քեզ եւ ուզում ենք ապրենք քո անվանու փառքի համար։ Մեզ ողորմիր, գթա եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, եթե փորձենք սեղմել, ամբողջացնել այն ամեն ինչի մասին, որ խոսելու ենք, կարող ենք ասել, որ մեր վերաբերմունքը ընդհանրապես ցույց է տալիս մեր կարգավիճակը։ Մեր վերաբերմունքը մեր նկատմամբ, Աստծո նկատմամբ, մեր շրջապատի նկատմամբ ցույց է տալիս մեր կարգավիճակը։ Ուզում եմ մի փոքր անդրադարձ կատարենք այս 5-րդ գլխին եւ փորձենք հասկանալ կոնտեքստը, որպեսզի այդ շրջանակում էլ պարզ լինի, թե նախ եւ առաջ ում է ուղված այս խոսքը, ում էր ասում Հիսուս Քրիստոս, կիրառելի է այն, ընդունելի է մեզ համար, թե ընդունելի չէ, եւ առհասարակ որն է այն բանալին, որը որ մենք պետք է հասկանանք հետեւյալ հատվածը։ Գիտեք, երբ որ փորձենք նորից կարդանք առաջի երկու համարները, տեսնում ենք մի հետևյալ արտահայտությունը, ասում է Հիսուսը ժողովրդի բազմությունը տեսնելով բարձրացավ լեռը, երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։ Ուրեմն առաջնային ովքեր մոտեցան Հիսուսին, Հիսուսի աշակերտները։ Ընդհանրապես, երբ որ ասում ենք աշակերտներ, ակամայից կարող է մեր մոտ տպավորություն ստեղծի, որ սա հավատացյալներն էին միայն։ Բայց պետք է հասկանանք, որ նախ եւ առաջ նույնիսկ 12 առաքյալներից մեկը, 12 աշակերտներից մեկը ինքն էլ մինչև վերջ անհավատ մնաց, Հուդայի մասին է խոսքս գնում, եւ բացի 12 աշակերտներից կային նաեւ այլ աշակերտներ, որոնք որ Հիսուս Քրիստոսին հետևում էին։ Եվ կային նույնիսկ այդ ընթացքում մարդիկ, որոնք որ աշակերտ էին անվանվում, բայց ինչ արեցին, հետ կանգնեցին։ Օրինակի համար Հովանու 6-րդ գլուխ 66-ից 67-րդ համարներով, երբ որ կարդում ենք, տեսնում ենք մի իրավիճակ, երբ որ Հիսուս Քրիստոս սկսեց խոսել իր արյունը խմելուց եւ իր մարմինը ուտելուց, շատ-շատերը գայթակղվեցին այդ խոսքից եւ կարդում ենք հետեւյալ համարները 66 եւ 67։ Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Արդ Հիսուսը այն 12-ին ասաց. «Գուցե դուք եք ուզում գնալ»։ Այսինքն, երբ որ մենք կարդում ենք աշակերտ արտահայտությունը, սա չի վերաբերվում միմիայն հավատացյալներին եւ առհասարակ ուղղված էր բոլոր նրանց, ովքեր որ որոշում էին կայացրել Հիսուս Քրիստոսին հետևելու։ Եվ հետևաբար այն ինչ որ այստեղ կարդալու ենք, այն այո վերաբերվում է մեզ, ինչու, որովհետև մենք որոշում ենք կայացրել ինչ անել, հետևել Հիսուս Քրիստոսին։ Նաև սա վերաբերվում է նրանց, ովքեր որ ցանկություն ունեն, ովքեր որ փափագ ունեն հետևելու Հիսուս Քրիստոսին, ուզում են իրեն Հիսուս Քրիստոսին ունենալ որպես իրենց ուսուցիչ, որպես իրենց ռաբի, եւ դա էլ պետք է տանի նրան, որ ոչ միայն որպես ուսուցիչ ընդունենք, այլ նաև ընդունենք որպես Տեր եւ Փրկիչ, որովհետև Հիսուս Քրիստոս ավելին էր, քան լոկ միայն ուսուցիչ։ Եվ դրա համար, երբ որ իր աշակերտները եկել էին իր մոտ, սկսեց խոսել, եւ հետաքրքիր մի էզևի արտահայտություն է անում Մատթեոս ավետարանիչը, ասում է, եւ նա բերանը բացելով ուսուցանում էր նրանց։ Առհասարակ առանց բերանը բացելու հնարավոր չէ ուսուցանել, եւ ստեղ խնդիրը այն չէր, որ կարպես դատարկաբանությունը ասվում, այլ ուզում է ասի, որ ինքը բարձրաձայն սկսում է հռչակել կամ փոխանցել որոշակի ճշմարտություններ, որ մարդիկ պետք է այդտեղ լսեն։ Կարևորությունն է ցույց տալիս, որ Հիսուս սկսեց բացահայտ խոսել, փոխանցել այն, ինչ որ պատրաստում էր ասել այն աշակերտներին, որոնք որ իր կողքն էին, նաև նրանց, ովքեր որ լսելու էին այդ խոսքերը։ Որն է բանալին կամ ինչպես պետք է հասկանանք հետևյալ խոսքը կամ հետևյալ ճշմարտությունը, բանալի խոսքը Մատթեոսի 5-րդ գլուխ 20 համարի մեջ է։ Եվ անընդհատ, երբ որ շարունակություն ուսումնասիրել ենք, խնդրում եմ ձեր մտքում
պահեք Մատթեոսի 5-րդ գլուխ 20 համարը, որտեվ սա են բանալին, որով որ մենք կարողանալու ենք ճիշտ կերպով հասկանալ, ընկալել հետևյալ պատգամի կամ հետևյալ խոսքի իմաստը։ Եկեք կարդանք Մատթեոսի 5-րդ գլուխ 20 համարը։ Ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիները, երկնքի արքայությունը չեք մտնի։ Հիմա տեսեք, երբ որ աշակերտները հավաքված են, երբ որ մարդիկ հավաքված են, մարդկանց տրամաբանության մեջ, մարդկանց հասկացողության մեջ կա այս ձևի նկարագիր։ Ովքեր են այդ ժամանակվա, այս ձև ասած արդարները, կրոնավորները, ովքեր էին։ Փարիսեցիներն են, եւ մարդկանց տրամաբանության շրջանակում որպես օրինակ, որ իրանք պետք է հետևեն ունեին, փարիսեցիներին։ Եվ Հիսուս Քրիստոս հետևյալ խոսքն է ասում, որ եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինը, երկնքի արքայություն չեք կարող մտնեք։ Ինչու՞մն էր խնդիրը։ Փարիսեցիների խնդիրը ձևականության մեջ էր, եւ Հիսուս շատ անգամներ հանդիմանում էր իրենց, որ ասում էր, որ դուք կարծես արտաքինից հոգևոր տեսք ունեք, գեղեցիկ հագնված եք, ձեր վարքը որոշ առումով, ձեր խոսքերը ցույց են տալի, որ դուք կարծես Աստծունն եք, բայց ներսից ինչ եք։ Մեռած եք։ Ներսից փտած ուղակի գերեզմաններն եք։ Ինչու, որովհետև արտաքինը պահում եք, բայց հավատք չունեք։ Եվ այս խոսքի մեջ Հիսուս շատ հստակ ուզում է ցույց տա, մատնանշում է ներքին փոփոխությունը, որովհետև եթե ներքին փոփոխություն չկա, մենք ուղղակի արտաքին ինչ-որ ձև ենք տալիս, շորեր ենք հագնում, ծիսական արարողություններին ենք մասնակցում, գուցե մի կիլանոց խաչ ենք դնում մեր վզին։ Այս ամեն ինչը որևիցե օգուտ, որևիցե նշանակություն չունի Աստծո առաջ, եթե մեր ներսում փոփոխություն չկա։ Ձեր մտքում ունեցեք այս հետևյալ հատվածը, որ աշակերտներն էլ, մարդիկ էլ իրանք իրենց հարցնելու են, ոնց։ Այսինքն մեր արդարությունը պետք է ավելին լինի, քան փարիսեցիներն ու դպիրներինը, արդյոք իրանց ուժերով կարող էին դրան հասնել։ Ներքին փոփոխություն պետք է լիներ, պետք է դարձ ապաշխարություն լիներ։ Եվ խոսելու ենք հիմա հենց սրա մասին, թե մենք եթե դարձ ապաշխարություն ունեցել ենք, եթե վերստին ծնունդ ունենք, եթե Քրիստոսի հետևորդ ենք, եթե Քրիստոսի աշակերտներն ենք, ինչպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերենք մեր շուրջ բոլորին։ Առաջինը, 3-րդ համարի մեջ տեսնում ենք մեր վերաբերմունքը մեր նկատմամբ, ինչպիսի վերաբերմունք մենք պետք է ունենանք ինքներս մեր անձի նկատմամբ։ Եկեք կարդանք եւս մեկ անգամ 3-րդ համարը։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Գիտեք, այս երանի տերմինը, երանի բառը, այդքան շատ չէր օգտագործվում մարդկանց շրջանակում, որտեղ եթե ուզում են, այսպես ասած, ուրախություն կամ այլ տերմիններ էին օգտագործում։ Երանի բառը շատ ավելի կարծես աստվածային երանության մասին էր խոսքը գնում։ Մի իրավիճակ, որից այն կողմ այսպես ասած աշխարհ չկա։ Եվ Հիսուս Քրիստոս օգտագործում է այս տերմինը, ասում է երանի ինչ հոգով աղքատներին։ Գիտեք, առաջին հայացքից մի քիչ ասում ես ոնց հոգով աղքատներին ու երանի, բայց երբ որ ուսումնասիրենք կտեսնենք, որ իրականում երանի են նրանք, ովքեր որ իրանց տեսնում են որպես հոգով աղքատներ։ Հակասություն կամ դրան հակառակ ովքեր էին, արդեն ասացինք։ Փարիսեցիներն էին։ Փարիսեցիները իրանց մասին ինչ էին կարծում, ինչ կարծիք ունեն, որ իրանք բավականին հոգևոր առումով հարուստ են, արդարության տեսանկյունից 5 պակասը համարյա աստվածային արդարությունն ունեն, այսինքն այս տրամաբանությամբ էին մոտենում։ Իրանք աղոթում էին հրապարակներում ցույց տալով ինչպիսի աղոթքներ ունեն, ինչպիսի տրամաբանություն ունեն, այս ձևի մոտեցումն ունեն։ Բայց Հիսուս Քրիստոս այդ մոտեցումը ընդունեց։ Չընդունեց։ Փարիսեցիները վերևից էին նայում բոլորից, ու երբ որ Հիսուս Քրիստոս որևիցե մեկի հետ խոսում էր, ով որ իրանց տրամաբանությամբ չի համապատասխանում կարծես այս իրանց դրած սանդղակին, ասում են մեղավորների հետ է խոսում։ Անբարոյականների հետ է շփվում, այս ձևի մարդկանց հետ գործ ունի։ Ինքը իրավունք չունի Հիսուս Քրիստոս այս ձևի մարդկանց հետ լինելու։ Հիսուս այդ ժամանակ պատասխանում էր, ասում էր. հիվանդները բժշկի կարիք չունեն,
հիվանդները բժշկի կարիք ունեն, առողջները բժշկի կարիք չունեն։ Այդ առողջները ումի նկատի ուներ։ Փարիսեցիներին, բայց իրականում իրանք առողջ էին։ Չէ, իրանք էլ կարիք ունեին Հիսուս Քրիստոսի, բայց իրանց մոտեցումը, իրանց վերաբերմունքը իրանց անձի նկատմամբ այնքան բարձր էր, որ իրանք արդեն չէին էլ պատկերացնում Հիսուսին են, նույնիսկ Հիսուսին ավելի ցածր մակարդակի էին տեսնում, քան թե իրանք են։ Գիտեք, այս ձևի հոգևոր մարդիկ էլ կան։ Այս ձևի հավատացյալներ կան, որ կարծես Հիսուսի sense գահին նստել են, Հիսուսին է մի քիչ տեղ են տվել, որ ինքն էլ նստի։ Հասկանում եք, այս տրամաբանությամբ են նայում են, որ ամենակարևորը իրանք են, ամենախելացին իրենք են, որ որոշում են կայացնում ինչ անեն, ոնց անեն, իսկ այն բոլոր մնացածը երկրորդ, երրորդ սորտի հավատացյալներ են։ Սա ոչ միայն երևում է կոնկրետ առանձին ուղղվածության մեջ, այլ նաև դավանանքի վերաբերյալ։ Մարդիկ կան, ովքեր որ կարծես իրանց դավանանքը վեր են բարձրացնում մնացած բոլոր քրիստոնյաներից էլ, ես այս ձև եմ հավատում, սա է միակ ճշմարտությունը եւ մնացածը ինձ համար ինչ են, երկրորդ սորտի հավատացյալներ են։ Գիտեք, նույնիսկ այս ձևի խոսակցություն եղավ, մի քույր ասեց, հա, դուք էլ եք հավատացյալ, դուք էլ եք եղբայր, բայց գիտեք, այ մի հատ խնդիր կա, քանի որ լեզուների հետ կապված չեք աղոթում։ Երկրորդ սորտի հավատացյալներ եք, այսինքն հավատացյալ եք, բայց այդքան էլ տենց չեք, էլ այսինքն մարդը պատկերացնում է, որ ինչ որ շրջանակում, ինչ որ կարծես լեզուներ խոսելով կամ ինչ որ հաջողություններ ունենալու շրջանակում, ինքը հոգևոր առումով հարուստ է դիմացիների նկատմամբ։ Բայց Հիսուս Քրիստոս ինչ ասեց, ասեց երանի նրանց, ովքեր որ հոգով աղքատ են, ովքեր որ հասկանում են, որ լիարժեք դատարկության մեջ են գտնվում եւ լիարժեք կախվածություն ունեն Տիրոջից Աստծուց։ Այս ձևի տրամաբանությամբ, այս ձևի մոտեցում ուներ նույն Պողոս առաքյալը։ Ինքն է շատ հստակ հասկանում էր, որ ինքը ոչինչ է եւ այն ամեն ինչ որ ունի ումից է, Աստծուց է ստացել։ Եկեք կարդանք երկրորդ Կորինթացիս 12-րդ գլուխը 10-ից 11 համարներն եմ ուզում ընթերցեմ։ Երկրորդ Կորինթացիս 12, 10 եւ 11 համարները։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատիկների, վշտերի, հալածանքների եւ նեղությունների, որովհետեւ երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Հիմա ուշադրություն դարձեք, ինչով էր ինքը պարծենում, ինչն էր իր համար առաջնայինը։ Պարծենալով անմտացա։ Դուք ինձ ստիպեցիք, քանզի ձեզանից պետք էր վկայություն ստանալ, որտեվ այս մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեղա։ Հիմա ուշադրություն դարձեք իրավիճակը։ Եկեղեցին որոշ առումով ինչ է անում, հանդիմանում է Պողոսին ու նույնիսկ համատում ասում դու իսկի առաքյալ էլ չես։ Ինչ ես արել, որ կամ ինչ իրավունք ունես մեզ ինչ որ բան սովորեցնելու կամ ասելու։ Եվ Պողոս առաքյալը ստիպված էր ինչ անելու, ցույց տալու, որ ինքը առաքյալներից էլ պակաս չի։ Նույնիսկ տեղեր կա ասում, որ առաքյալներից ավելի շատ ինչ արեցի, ծառայեցի, չարչարվեցի Տիրոջ համար։ Բայց ասում է, այս ամեն ինչը կարծես գլուխ գովալը փորձեց ձեզ ապացուցելը, որ ես աշակերտ եմ, ես արժանի եմ աշակերտ կոչվելու, ասում է, այս ամեն ինչը անմտություն է։ Այս ամեն ինչը իմաստ չունի։ Ասում ձեր պատճառով, որ հիմա այս ամեն ինչը ասում եմ, եւ ուշադրություն դարձեք վերջի երկու արտահայտությանը։ Թեև ես ինչ եմ, ոչինչ եմ։ Ասում է, հա, այս ամեն ինչը ներկայացրեցի, որ այո Քրիստոսից եմ ուսուցումը ստացել։ Հիսուս Քրիստոսը ինքն է այցելել ինձ։ Ինքն է այս պարգևներն ու շնորհները տվել, ինքն է ինձ առաքյալ կարգել հեթանոսների։ Բայց ես որպես մարդ, որպես անձ ոչինչ եմ։ Թեև ասում է, եթե խոսեք փարիսեցիներից, փարիսեցի եմ։ Եթե խոսենք ուսուցիչ ունենալու, մինչև Քրիստոսին հանդիպելը, լավագույն ուսուցիչների մոտ եմ ուսուցումը ստացել։ Նախանձախնդիր էի Աստծո համար ու նույնիսկ պատրաստ էի մարդկանց ձերբակալելու, սպանելու հանուն կարծես իմ կրոնավորության։ Բայց ասում եմ, այս ամեն ինչը աղբ եմ համարում Քրիստոսի համար։ Այս ամեն ինչը ոչինչ է։ Մեր վերաբերմունքը, մեր նկատմամբ սա պետք է լինի, որ մենք ոչինչ ենք։ Ժամանակակից հոգեբանությունը ձեզ ուրիշ բան է դաստիարակել, ուրիշ բան է սովորեցնելու։ Ասել է, որ տենց բան մի ասեք։ Ասեք ես արժան եմ, գեղեցիկ եմ, խելացի եմ, հասկանում եք, այս ձև էլ նույնիսկ քաջարերում են, ասում են դաստիարակեք ձեր երեխաներին, որ ձեր երեխաները ամենան են։
Սովորեցեք այդպես, որ տիեզերքի կենտրոնը պատտվում է ձեր շուրջը։ Դուք եք ամենակարևորը։ Ասեմ, որ նաև այս հիվանդությունը մտել է որոշ ժամանակակից եկեղեցիների մեջ, որ առաջնորդները կարան կանգնեն, ասեն՝ մի ասեք, որ մենք տկար ենք, մի ասեք, որ մենք հիվանդ ենք, մի ասեք, որ թույլ ենք, հակառակը, ասեք օրհնված ենք, բժշկված ենք, հարուստ ենք, ինչի, որտեվ խոսքերը ինչ ունեն, ուժ ունեն։ Սա է մարդկանց տրամաբանությունը, սիրելիներ։ Ու մարդիկ կանգնում են, իրանք ասում են, կրկնում են այդ հովվից հետո. ես առողջ եմ, ես օրհնված եմ, ես հարուստ եմ, ես էս եմ, ես այն եմ, բայց Հիսուս ինչ է ասում։ Ասում է Երանի նրանց, ովքեր որ ինչ են ասում են աղքատ են հոգով։ Ինչու որտեվ եթե հասկանում ես քո աղքատությունը, հասկանում ես քո իրական կարգավիճակդ, ակնկալությունդ Աստծուց է ստանալու։ Հասկանալու ես, որ դու առանց Աստծո ոչ մի բան չես կարող անես, դրա համար կարճած ես լինելու իր հետ։ Դրա համար սիրելիներ, թե Պողոս Արաքյալը ասում էր ես ոչինչ եմ, Հիսուսն էլ ասում էր Երանի նրանց, ովքեր որ այդ հասկացողությունը կունենան։ Ինչի, որտեվ նրանք, ովքեր որ այս հասկացողությունն ունենան, ասում են նրանցն է երկնքի արքայությունը։ Ինչու որտեվ փափագ են ունենալու Տիրոջից հարստանալու։ Գանձերը դիզելու են երկնքում, որտեվ հասկանալու են, որ սա է առաջնայինը, սա է կարևորը։ Փարիսեցիները իրանք իրենց արդար համարելով, փրկված համարելով, ասում են ոչ դուք եք փրկվում, ոչ էլ ուրիշներին եք թողում, որ փրկվեն։ Եթե մեկին էլ գտնում եք, որ ուզում եք ձեզ հետևի, ձեզանից էլ ավելի վատն եք դարձնում։ Ինչի որտեվ իրանք կարծում են, որ իրենք հոգով ինչ են, հարուստ են։ Իրանք այլևս Աստծո կարիքը չունեն։ Իրանք այդ ձևի Մեսիայել կարիքը չունեն։ Հիսուսի կարիքը չունեն իրանց տրամաբանության մեջ։ Իրանց տրամաբանության մեջ Մեսիան իրանց հետ պետքա լիներ այդ ձև բարձրից նայեր։ Իսկ մնացած ովքեր որ անարժան էին, մեղավոր էին, իրանք ուղղակի ոտքի պետքա ինչ որ բան դառնային, որ կողկրտենք ու անցնենք գնանք։ Հասկանում եք, այս ձևի մոտեցումը մեզ հավատացյալներիս համար անընդունելի է։ Մենք ինքներս մեր անձի նկատմամբ վեր չպետք է դասենք։ Ով ենք մենք առանց Հիսուս Քրիստոսի։ Ոչինչ։ Ինչ կլիներ մեզ հետ, եթե Տեր Հիսուս Քրիստոս չմահանար, չխաչվեր մեր մեղքերի համար։ Դատապարտություն եւ դժոխք։ Հետևաբար նրանք, ովքեր որ գիտակցում են այս ամեն ինչը, գնում են առ Հիսուս Քրիստոս, նրանցն է երկնքի արքայությունը, որտեվ կհասկանան իրենց կարգավիճակը ինչ վիճակում են գտնվում եւ փափակ կունենան Տիրոջից առնելու Հիսուս Քրիստոսից սովորելու։ Երկրորդը, ինչպիսի վերաբերմունք պետք է ունենանք մեղքի նկատմամբ։ 4-րդ համարը կարդանք։ Երանի սքավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Գիտեք, նորից, երբ որ սքավոր հասկացողությունն ենք լսում, մարդկային տրամաբանությամբ մարդը սուգ է տանում, երբ որ հարազատ է կորցրել կամ ինչ-որ խնդիր ունի, կամ գուցե առողջական ինչ-որ հարցեր ունի, եւ շատերը նորից ուշադրությունը իրենց սևորում են ֆիզիկական ինչ-որ շրջանակի կամ ինչ-որ կորստի հետ կապված։ Բայց խնդիրը այդ սուգ քաշելը, մեր մեղքերի համար մենք պետք է սուգ քաշենք։ Երանի սքավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն, նրանք ներում կգտնեն։ Մենք պետք է սուգ քաշենք ու ցավ ապրենք ամեն մի կատարած մեղքի համար։ Որովհետև Հռոմեացիս 3:23 համարի մեջ Աստծո խոսքն ասում է, որ բոլորը մեղանչեցին, անխտիր բոլորը, ու հետաքրքիր է, երբ որ առիթ է լինում այս համարը կարդում եմ, ասում եմ կարդացեք այս համարը, ինչ որ մեկը կարդում է, երկրորդ հարցն եմ տալի, ասում եմ բոլորը ասելով ու մի նկատի ունեք։ Դա ասում են, չգիտեմ, բոլորը էլի, հայերը, այս կողմ, այն կողմ, շատ դեպքերում այդ երբ որ մենք հասկանում ենք բոլորը, մենք այդ բոլորի մեջ մեզ չենք դնում։ Այդ բոլորի մեջ ես էլ կամ։ Ես հիմա որպես հավատացյալ, որպես քրիստոնյա, այսօր էլ եմ մեղ գործում։ Այսօր էլ եմ սխալներ գործում, այսօր էլ եմ տկարանում, եւ այո, այդ ամեն ինչի համար պետքա ցավ քաշեմ։ Պետքա սուգ քաշեմ, որովհետև Հիսուս Քրիստոս, երբ որ խաչվեց մեր մեղքերի համար, դա ինչ որ մի պարզ, չգիտեմ, էժանագին ինչ որ քայլ չէր։ Հիսուս Քրիստոս իր արյունը թափեց, որպեսզի ես եւ դու փրկություն ստանանք։ Մեղքերի հարցը կամ մեղքի հարցը որևիցե մեկ առանց Հիսուս Քրիստոսի չի կարող լուծում տա։ Որևիցե միջոց չկա։ Ուշադրություն դարձրեք
երբ որ Դավիթ թագավորը մեղք էր գործել, եւ Սաղմոս 51-ում հետաքրքիր մի էզևի արտահայտություն է անում։ Մենք տեսնում ենք Դավիթի այդ կոտրված լինելը, Դավիթի սուկ քաշելը մեղքի համար, երբ որ հանդիմանվեց, բայց ուզում եմ մի քանի բաների վրա ուշադրություն դարձնենք։ Սաղմոս 51 16-ից 17 համարներն եմ կարդալու։ Սաղմոս 51 Որովհետև դու զոհ չես ուզում, եթե ոչ ես կմատուցեի քեզ, ուշադրություն դարձրեք։ 5 տականի շրջանակում, եթե որևիցե մեկը մեղք էր գործում, պետքա բերեր ու զոհ մատուցեր։ Հիմա այս կարգավիճակում ինքը հասկանում է, որ իրականում այդ զոհը ինչ որ բան առանձնապես չի փոխում, հասկանում եք։ Այո, պետքա արյուն թափեր, որտեվ եթե մեղք կա, արյուն պետքա թափի եւ այս ամեն ինչը խորհրդապատկերն էր Հիսուս Քրիստոսի, որ ինքն է լինելու կատարյալ զոհը։ Եվ Դավիթը հասկանում է, որ ստեղ խնդիրը մեխանիկական ինչ որ աշխատանք տանելը չի, զոհաբերություն կատարելը չի, մոն վառելը չի, եկեղեցի գնալը չի, հարց այդ մեխանիկական քայլ կատարելը չի։ Եվ ասում է, եւ ոչ էլ ողջակեզն ես հավանում։ 17 համարում ցույց է տալի, թե մեղքի նկատմամբ մեր վերաբերմունքը ինչպիսին պետք է լինի։ Աստծուն ընդունելի զոհը կոտրված հոգին է, ուշադրություն դարձնում եք։ Այսինքն ցավ ապրելը, սուկ անելը, որ դու հասկանաս, գիտակցես, որ մեղք ես գործել։ Այդ մեղքը ինչ որ խաղ ու պար չի։ Դե մեղք գործեցինք, անցավ գնաց։ Որովհետեւ մեկը չտեսավ, անցավ գնաց։ Հովիկ եղբայրս մի քանի կիրակի օր առաջ արդեն խոսեց, որ մեղքի հետևանքը ինչ կարա լինի, ինչ ազդեցություն կարա ունենա թե մեր կյանքի, թե մեր շրջապատող մարդկանց վրա։ Մենք չենք կարա մատերի արանքով նայել մեղքին։ Այո, փրկված ենք եւ հարցը ստե փրկություն կորցնելը չի։ Սրա մասին չի խոսքը գնում։ Հարցը մեր վերաբերմունքն է, որ այո, մենք պետքա ցավ քաշենք։ Մահու չափ կռիվ պետքա տանք մեղքի դեմ։ Մենք չենք կարա ասենք, դե փրկված ենք, ուրեմն գնանք մեղք գործենք։ Գիտեք, Էզևի նաև հասկացողություն կա, դե որ փրկված եմ, ուրեմն ազատ եմ։ Ուրեմն հանգիստ կարամ մեղք գործեմ։ Մեկը փրկությանս հետ կապված խնդիր չունեմ։ Եթե այս տրամաբանությամբ մեկը մոտենում է, ես կասկածում եմ, արդյոք ինքը փրկված է թե ոչ։ Արդյոք ինքը գիտակցում է, թե ինչ է նշանակում փրկված լինել։ Որովհետև եթե մեկը վերստին ծնունդ ունի, կյանքում փոփոխություն ունի, ինքը այս տրամաբանությամբ չի մոտենալու։ Նույնը ոնց որ ասեք երեխան կրակի հետ է խաղում, ասես հա դե ոչինչ։ Թող խաղա, խնդիր չկա, հա չի մահանա, մատը մի քիչ կվառվի, ոչինչ։ Մենք տենց վերաբերմունք ունենք։ Չէ, մենք ինքներս մեր անձերի նկատմամբ տենց վերաբերմունք ունենք, որ բժիշկը ասի, գիտես ինչ կա, կյանքիդ վտանգ կա։ Եթե նման քայլեր անես, դա ասենք դիմա ինչ կյանքի, ինչ բան, հիմա ոչինչ, այս ձև ենք մենք մեր նկատմամբ վարվում։ Չնայած այս դեպքեր են լինում, որ մարդիկ ընդհանրապես անտարբեր են ամեն ինչի նկատմամբ։ Բայց որպես հոգևորներ մեր վերաբերմունքը մեղքի նկատմամբ շատ սուր պետքա լինի, պետքա պայքարենք, պետքա կռիվ տանք։ Մի հովիվ կար, որ մեկը ասում էր, գիտես ինչ կա, այս մեղքը չեմ կարողանում թողնեմ կամ այս հարցերը կար, ասում էր մահացի, բայց այդ մեղքը մի գործեր։ Այսինքն կռիվ տուր, ասում էր չգիտեմ, էսի որ չանեմ կմահանամ, ասում էր հա մահացի։ Հասկանում եք, հիմա մի քիչ ծարեղ մոտեցում է, բայց չեմ հավատում։ Չեմ հավատում, որ եթե մենք փափակ ունենք մեղքի դեմ կռիվ անելու, մենք հաղթանակներ չենք ունենալու։ Այո, երբեք երկրից վրա վերջնական սրբության չենք հասնելու։ Ինչու որտեվ մեղքի աշխարհում ենք ապրում, այս մեղավոր մարմինը միշտ էլ ձգտելու է դեպի այդ մեղքին։ Բայց եթե տարիներով մենք նույն կարգավիճակում ենք գտնվում, որևիցե կերպով փոփոխություն չկա մեր պայքարի մեջ, մեր սրբության կյանքի մեջ, խնդիր կա ուրեմն։ Ուրեմն ուղղակի որպես մանուկ ենք, որպես երեխա ենք մնացել, չենք աճում։ Չենք աճում պայքարելու մեջ, չենք գիտակցում, չենք հասկանում մի բան, որ Տեր Աստված ատում է մեղքը, զզվում է մեղքից, եւ որպես իր զավակներ մենք չենք կարա թեթև նայենք այդ ամեն ինչին։ Դրա համար Հիսուս ասում է Երանի սքավորներին, որտեղ նրանք ինչ կգտնեն, մխիթարություն կգտնեն։ Դավիթ թագավորը այդ մխիթարությունը գտավ։ Ու նաև այդ խոսքն ասում, ինքը ասում է Երանի նրանց, ում մեղքերը ինչ են եղել, ներված են։ Սա են լավագույն պարգևը, լավագույն նվերը, որ մենք կարանք Տեր Հիսուս Քրիստոսից ստանանք։
Ոչ թե ֆիզիկական առողջություն, ոչ թե ինչ-որ հաջողություններ երկրից վրա, սրա մասին չի ընդհանրապես խոսքը։ Երանի նրան, ում մեղքերը ներված են։ Երանի նրանց, ովքեր որ սուգ կապրեն, կսքան իրենց մեղքերի համար, որովհետև այդ ամեն ինչը կտանի զղջման։ Եվ երբ որ զղջումով մոտենանք, ինչ կստանանք։ Ներում կստանանք, ինչպես որ առաջի Հովանու նամակի մեջ են կարդում առաջի գլուխի 9 համարը։ Գիտեք, այս նամակը գրված է հավատացյալների համար, եւ Հովանեսը սա ուղղել է հավատացյալներին։ Այո, մենք օգտագործում ենք նաեւ անհավատներին ենք ասում, որ եթե հավատաք, եթե խոստովանենք ձեր մեղքերը, Աստված կների, բայց Հովանեսն ասում է սա հավատացյալներին։ Ասում է, իսկ եթե մեր մեղքերը ինչ անենք, խոստովանենք, եւ նա հավատարիմ ու արդար է մեր մեղքերը ներելու եւ մեզ մաքրելու ամեն անիրավությունից։ Արդեն իսկ խոսեցինք, որ մեղքի հետևանքը կարող լինի նաև ինչը հիվանդությունները, խնդիրները, որտեղ եթե մենք շարունակական մնանք մեղքի մեջ, կարող նույնիսկ ֆիզիկական խնդիրներ ունենանք, ու այս ամեն ինչը նույնիսկ կարա տանի ֆիզիկական մահի։ Մենք որպես եկեղեցի, որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ինչ վերաբերմունք ունենք մեղքի նկատմամբ, ո՞նց ենք վերաբերվում, պայքարում ենք, թե մատների արանքով ենք նայում։ Որն է մեզ համար առաջնայինը, որն է մեզ համար կարևորը։ Երրորդը, ինչպիսի վերաբերմունք պետք է ունենանք աշխարհի նկատմամբ։ Եկեք ընթերցենք 5-ից 7 համարները։ Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Գիտեք, հիմա այս նույնիսկ առաջի բառը այդքան էլ ժամանակակից բառ չի։ Հիմա հեզ, խոնար, սենց հասկացողությունները կարծես դարձել են ոչ այդքան պիտանի բաներ։ Հակառակը երեխեքին հիմա ծնողները դաստիարակում են, որ չէ, ինչ հեզ, ինչ խոնար, պետք է ավելի ակտիվ լինի, ժիր լինի, չգիտեմ, այս պատրաստ լինի աշխարհ մտնելու։ Բայց Աստված ինչ է ասում, ասում է Երանի հեզերին, որտեվ նրանք կժառանգեն երկիրը։ Երանի նրանց, ովքեր քաղցած են եւ ծարավ արդարության։ Սա նույնպես էլի մարդկային տրամաբանությունն ինչ է ասում, մարդիկ իրանց արդարությունն են ման գալիս։ Մարդիկ իրանց արդարությունն են առաջ բերում, բայց այս արդարությունը մարդկային արդարության մասին չի խոսքը գնում։ Աստվածային արդարության մասին է գնում, որը որ նույնիսկ կարա ի վնաս այս ձև ասած ինձ լինի։ Մեր նկատմամբ, ինչպիսի մենք վերաբերմունք ունենք աշխարհին նկատմամբ։ Ինչպես ենք վերաբերվում։ Մենք հեզ ենք ու խոնար ենք, թե փորձում ենք աշխարհին նմանվենք։ Մենք աշխարհային արդարությունն ենք առաջ բերում, թե աշխարհում վարվում ենք աստվածային արդարությամբ։ Որտեվ նրանք կշտանան 7-րդ համարը, Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Ում նկատմամբ մենք մեր ողորմությունը պետք է ցույց տանք։ Բոլորի աշխարհի նկատմամբ մենք պետք է ողորմություն ցուցաբերենք։ Բայց մենք շատ դեպքերում այդ ողորմությունը գիտեք ում նկատմամբ ենք ցուցաբերում, որոնք որ մեր տրամաբանությամբ արժանի են այդ ողորմածության։ Բայց մենք ասում ենք, եթե ողորմած լինենք, ինչ կգտնենք։ Ողորմություն կգտնենք։ Այդ ողորմությունը ում կողմից ենք մենք գտել։ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից ենք արդեն իսկ գտել։ Ինչի որտեվ երբ որ Տերը մեր նկատմամբ ողորմություն ցուցաբերեց, մենք ողորմության արժանի չենք։ Մենք այդքան լավը չենք, բարին չենք, մաքուր չենք, սրբված չենք, պատրաստի քրիստոնյա դրած չենք։ Տեր Հիսուս Քրիստոս սիրեց մեզ այն ժամանակ, երբ մենք ինչ էինք։ Թշնամի էինք։ Թշնամուն նկատմամբ մարդկային աշխարհային տրամաբանությունը արդարությունն ինչ է ասում։ Թշնաման քարա։ Աչքի տեղ աչք, ունքի տեղ ունք, այսինքն ռուսերեն էլ այդ արտահայտություն ունեն։ Какой привет, такой ответ, չէ՞, այսինքն ոնց մարդը քո նկատմամբ է վերաբերվում, նույն վերաբերմունքը ցույց տուր դիմացինի նկատմամբ։ Դրա համար եմ ասում, հասկացողությունը հեզ լինել, խոնար լինել, աշխարհային տրամաբանության մեջ չի մտնում։ Աշխարհային տրամաբանության մեջ չի էլ մտնում այն արդարությունը, որը որ Աստծուց է գալիս։ Շատ շատերից եմ այս արտահայտությունը լսում, Աստված անարդար է, ինչի է այս ձև լինում, ինչի են պատերազմներ, ինչի այդքան երեխեք պետք է այս ձև լինեն, այն լինեն։ Համամիտ եմ ձեզ հետ։ Աստված անարդար է,
Մարդկային տրամաբանությամբ, որովհետև եթե Աստված արդար գտնվեր, Հիսուս Քրիստոս մեր մեղքերի համար չէր խաչվի։ Ամենամեծ անարդարությունը սա էր, որ մեզ համար մահացավ սուրբ ու կատարյալ մեկը, Հիսուս Քրիստոս իր անունը թափեց։ Եթե մենք Աստծուց ակնկալում ենք արդարություն, որևիցե մեկը, լսում եք, որևիցե մեկը չի ազատվի այն գալիք բարկությունից, որը որ պետքա լինի ըստ արդարության։ Դրա համար Հռոմեացիս նամակի մեջ Պողոս առաքյալը շատ հստակ ցույց է տալիս, որ Տերը մեր նկատմամբ ոչ թե արդար կերպով վարվեց, այլ վարվեց ողորմած ձևով։ Դրա համար նույն բանի մեջ նաև մեզ է կանչում, թեև մարդիկ մեր նկատմամբ անարդար կգտնվեն, չեն գնահատի ձեր հեզ ու խոնար լինելը, չեն գնահատի այն արդարությունը, որը որ դուք ձգտում եք աստվածային տեսանկյունից, բայց ժողովուրդ, այսի մեր խնդիրը չի։ Մենք աշխարհի նկատմամբ այս ձևի վերաբերմունք պետք է ունենանք, որովհետև Տերն է մեզ դրա մեջ կանչել, որովհետև Տերը մեր նկատմամբ ողորմություն է ցույց տվել։ Դրա համար օրինակի համար շատերը հայր մեր աղոթքը անդադ կրկնում են ու հետևել արտահայտությունն են ասում։ Ներիր մեզ, ինչպես որ մենք էլ ներում ենք ուրիշներին։ Հասկանում եք, ուղղակի մի պատկերացեք, եթե Տերը այդ աղոթքին է ձևել պատասխան տա։ Մենք քանիսին ենք ներում, քանիսի նկատմամբ ենք ողորմած գտնվում, ողորմություն ցուցաբերել, նշանակում է բարիք անել, լավագույնը անել դիմացինի նկատմամբ, ով որ դրան արժանի չի։ Եթե դիմացինը դրան արժանի է, քո բարեկամն է, քո հարազատն է, քո երեխան է, դա ողորմություն ցուցաբերել չի, սիրելիներ։ Դա արդարությամբ է ձև ասած վարվել է մարդկային տրամաբանության շրջանակում։ Տեր Հիսուս Քրիստոս ինքը մեր նկատմամբ արդար ու ողորմած գտնվեց։ Տեր Հիսուս Քրիստոս ինքը հեզ էր ու խոնար։ Դրա համար ասեց ձեր խաչը վերցրեք ու հետևեք ինձ, որտեվ ես հեզ եմ ու խոնար։ Այդ ձևի խոնար մեկը տեսնում ենք նաև 5 տականում Մովսեսն էր, որ երբ որ քույրը եղբայրները կանգնեցին, ասացին մենք չենք մարգարեացել, մեզ հետ արդյոք Աստված չի խոսել, Մովսեսը ոչ մի բան չէր ասում, բայց Աստված իր տեղը պատասխանեց։ Եվ Աստված ասեց Մովսեսի նման խոնար մեկը չկա։ Մենք էլ պետքա ձգտենք այդ ձևի խոնար մեկը լինելու, հեզ լինելու։ Ինչքան էլ որ դա ընդունելի է, թե ընդունելի չի։ Գիտեք, հիմա մանավանդ երբ որ սրվում են իրավիճակները, պատերազմական իրավիճակներ, խնդիրներ, ակամայից մեր եսը, մեր հակառակությունը կամ մեր դիրքորոշումը թշնամիների նկատմամբ սկսում է փոխվել։ Եվ ուզում եմ Ղուկասի ավետարանից 6-րդ գլխից 35 եւ 36 համարները կարդալ, որը որ նորից այս լեռան քարոզի մի հատված է, որը որ Ղուկաս ավետարանիչը նման կերպով ներկայացնում է։ Ղուկաս 6:35-ից 36 համարները։ Բայց դուք սիրեք ձեր թշնամիներին, բարիք գործեք եւ ոչինչ չակնկալելով փող տվեք ու ձեր վարձքը շատ կլինի եւ դուք բարձրալի որդիներ կլինեք։ Ուշադրություն դարձնում եք, տրամաբանությունը, մարդկային աշխարհիկ տրամաբանությունը սենց բան ձեզ չի ասելու։ Աշխարհիկ տրամաբանությունը ինչ է ասում, ոչ թե սիրեք ձեր թշնամուն, այլ ատեք ձեր թշնամուն։ Մարդկային տրամաբանությունը չի ասում բարիք գործի, այլ հակառակը չարիք գործի, որտեվ քո թշնամին է։ Մարդկային տրամաբանությունն ասում է, եթե բարիք ես գործում, ուրեմն ինչ ակնկալի, դիմացինից նույնն էլ դու պետք է ակնկալես, բայց այդտեղ Աստվածային տրամաբանությունն ասում է, թե բարիք ես արել, ոչինչ էլ մի ակնկալի։ Փող տվել ես, ինչ արա, լավագույն կերպով արա։ Ու ձեր վարձքը շատ կլինի, ուշադրություն դարձնում եք, վարձքը դեպի որտեղ կլինի շատ։ Երկնքում կլինի։ Երկրից վրա մասին չի խոսք, ասում է, եւ դուք բարձրալի որդիներ կլինեք։ Սա է բարձրալի որդու, սա է աշակերտի, սա է Հիսուս Քրիստոսին հետևելու տրամաբանությունը, մոտեցումը աշխարհին։ Եթե աշխարհի ձևով ենք վարվում, որևիցե բանով չենք տարբերվելու այդ մարդկանցից։ Շարունակությունը կարդակ։ Որովհետև նա գթառատ է ապերախների ու չարերի հանդեպ, ուրեմն ողորմած եղեք, ինչպես որ ձեր հայրն է ողորմած։ Ում նկատմամբ ենք մենք տեսել այդ ողորմությունը հոր կողմից։ Մեր նկատմամբ ենք տեսել։ Իրականում այդ ողորմությունը ամեն օր, ամեն վայրկյան տենում ենք բոլոր մարդկանց շրջանակներում։
Դա համար Տեր Հիսուս Քրիստոս ասում է, անձրևը գալիս է թե բարիների համար, թե չարերի համար։ Արևը դուրս է գալիս, արևը տաքացնում է այս թթվածի նկա, թե Տիրոջ զավակների համար, թե անհավատների համար, թե իր թշնամիների համար։ Եվ այո, Տեր Աստված, Հայր Աստվածը ողորմություն է ցուցաբերում բոլոր մարդկության նկատմամբ։ Եվ ժամանակ առ ժամանակ էլ արդար կերպով է դատում, արդար կերպով է այցելություն անում։ Եվ ստեղ խնդիրը այն չի, որ Աստված իրավունք չուներ, հակառակը, Աստված միշտ էլ իրավունք ունի նման ձևով վարվելու։ Բայց շատ դեպքերում ինչ է անում, ողորմած կերպով է վերաբերվում։ Եվ մենք էլ այդ ողորմությունը ստացած պետք է գնանք ու ողորմած կերպով ինչ անենք, վարվենք մնացածի նկատմամբ։ Կհիշեք, երբ որ Հիսուս Քրիստոս մի առակ պատմեց, ասեց, որ մեկը կար, ով որ բավականին շատ պարտք ուներ։ Եկավ Տիրոջը խնդրեց ու Տերը ինչ արեց, ներեց իրեն։ Ու ինքն էլ գնաց, այն ով որ իրան էր պարծ, սկսեց խեղտել, գցեց բանտերը, ասեց մինչև վերջի կոպեկը, ինչ պետք է անես, պիտի վերադարձնես։ Երբ որ գնացին, ասեցին, այն Տերն եկավ ասեց, ինչ ես նման ձևով վարվում։ Եթե ես քո նկատմամբ ինչ արեցի, ողորմած գտնվեցի, ներեցի, նույնը դու պետք է ինչ աներ, նույնը դու պետք է անեիր։ Այն հիմա այդ վարքիդ համար մինչև վերջին կոպեկը պատասխան ես տալու։ Գիտեք, շատ անգամներ մենք այս հասկացողությունը ինչ ենք անում, մենք վերցնում ենք աշխարհային տրամաբանությունը, աշխարհային մտածելակերպը եւ փորձում ենք նման ձևով մոտեցում ցուցաբերել ինչին, աշխարհին։ Ժողովուրդ, աշխարհից ինչ ենք ակնկալում։ Աշխարհիկ մոտեցում ենք ակնկալում, մեղքն ենք ակնկալում։ Ուրիշ ակնկալություն աշխարհիկ մի ունեցեք։ Սա են անելու։ Շատ շատերը հիմա ասում են, դե պատերազմը, հա, ժողովուրդ, պատերազմ պիտի լինի։ Խաղաղությունը, անտրամաբանականը, խաղաղությունը ոչ նորմալ է այս մեղավոր աշխարհի համար։ Հասկանում եք։ Նորմալը պատերազմն է, կռիվն է, սպանությունն է, ատելությունն է, մեղքի մեջ աշխարհը սրա մեջ է։ Բայց խնդիրը ինչումն է։ Եթե մենք վարվենք այնպես, ինչպես որ աշխարհն է վարվում, մենք Աստծո զավակ չենք։ Դրա համար Տերը մեզ կանչում է հակառակ վերաբերմունք ունենալու։ Որոնց պետք է ուշադրություն դարձնենք, ինչպիսի վերաբերմունք ունենք մեր նկատմամբ։ Պետք է հոգով որպես աղքատ։ Ոչ մի բան չենք եւ ոչ ենք, ինչ որա ենք, ով որա ենք, ինչ որ ունենք, Տիրոջից ենք։ Մեր վերաբերմունքը մեղքի նկատմամբ պետք է զզվելի ատելի լինի, պետք է պայքարենք այդ մեղքին դեմ։ Պետք է այնպես անենք, որպեսզի մեր կյանքում մեղքը տեղ չունենա, մատների արանքով մեղքը չնայենք, որտեղ մեղքի պատճառով քանդվում են թե ընտանիքներ, թե շատ ծառայողներ, որոնք որ թեթև են նայել, կորցնում են իրենց ծառայությունը, հասկանում եք, սա մեծ ազդեցություն ու ավերածություն է ունենում հոգևոր ընտանիքներում։ Եվ երրորդը, մեր վերաբերմունքը աշխարհի նկատմամբ չպետք է լինի աշխարհից թելադրված։ Այլ այնպես, ինչպես որ Տեր Հիսուսն է մեզ ուղղորդում։ Հեզ ու խոնարհ կերպով մենք պետք է ծառայենք Տիրոջը։ Պետք է ծառայենք մարդկանց։ Մենք պետք է ողորմած գտնվենք նրանց նկատմամբ, ովքեր որ ողորմության արժանի չեն։ Մենք պետք է տարբեր լինենք, որտեղ դրա մեջ է մեզ Տերը կանչել։ Ու դրանում է, որ ասում է կտարբերվեք։ Դրանով է, որ փարիսեցիների կարծես այդ արդարությունից ավելին կունենանք։ Ինչու՞, որտեղ այդ արդարությունը ոչ թե մարդկային ծնված արդարություն կլինի, այլ այդ արդարությունը կգա ումից Տեր Հիսուս Քրիստոսից, որտեղ նա է, որ փրկում է մեզ նոր սիրտ է տալի, նոր կարողություն է տալիս գնալու ապրելու Տիրոջ փառքի համար։ Սրան պետք է ձգտենք, որպես իր աշակերտներ։ Եվ Տիրոջ շնորհքով մյուս կիրակի կշարունակենք այս երանելիների շարքը։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս, որ ունենք քո խոսքը, Տեր, որ տվել ես մեզ այս ճշմարտությունը, որով որ պետք է առաջնորդվենք մեր կյանքում։ Աղոթում եմ ով Հայր, որ իրապես մեր կյանքի ողջ ընթացքը այնպես վարվենք, ինչպես որ քեզ է ընդունելի, քեզ է հաճելի, Տեր, որ չնմանվենք աշխարհին, այլ կամքդ կատարող լինենք, Տեր Աստված, կերպարանվենք մտքի նորոգությամբ, ընդունելով քո կամքը, որը բարին, հաճելին ու կատարյալն է մեզ համար, Տեր,
Ողորմիր ներիր, որտեվ շատ անգամներ չենք վարվում այնպես, ինչպես որ հարկն է։ Գուցե մեր նկատմամբ ենք ոչ ճիշտ վերաբերմունք ունենում, մեծամտանում ենք, փորձում ենք բարձր դասել մեզ ուրիշներից։ Գուցե մեր կյանքում դեպքեր են լինում, որ մեղքի նկատմամբ բավարար ջանք ու պայքար չենք մղում Տեր, այլ թույլ ենք տալիս, որպեսզի մեղքը մեր կյանքում տեղ գտնի Տեր։ Եվ նաև շատ դեպքերում աշխարհին պատասխանում ենք աշխարհային ձևերով Տեր։ Օգնի, որ այդ ամեն ինչից զերծ լինենք։ Եվ իրապես քո զավակները որպես լույսով զավակներ լինենք։ Մեզ համար իրավիճակները, իրադարձությունները, այն ամեն ինչ, որ մեր շուրջ բոլորը տեղի են ունենում, ազդեցություն չունենան մեր ով լինելու վրա։ Որպեսզի ամեն իրավիճակներում հետևենք քեզ Տեր Հիսուս, որպես մեր կատարյալ օրինակ, որպես մեր Տեր ու Փրկիչ, մենք էլ որպես քո ծառաներ, քո ստրուկներ, վարվենք այնպես, ինչպես որ մեզ կանչում ես։ Ու քեզ փառավորենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։